երկու երկրներ, խնդրում եմ նշեք, որ ինչ արտադրողներ են արտադրել զինատեսակները, զինատեսակների տեսակը ու թե որ երկրներ են արտադրել եւ երկրորդ հարցը դա Շնորհակալ եմ հարցի համար, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ սպասում էի, որ նման հարց կլինի, այո, ես օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս եւ մեր ժողովրդին, որովհետեւ այնինչ տեղի ունեցել իսկապես չեմ ուզում վերամբարձ բառերով դա նկարագրել, ասելով որ դա պատմական իրադարձություն, բայց դա ամենայն դեպս աննախադեպ է մեր պետության համար, մեր տնտեսության համար, որովհետեւ առաջին անգամ Հայաստանում մշակված Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել ընթացող ամսվա ընթացքում։ Պատահական չէ, որ իմ հայտարարության ժամանակ ես շատ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե եւ զինատեսակների քանակ, արժեք եւ տեսակ չեմ հնչեցրել, որովհետեւ ուզում եմ ասել, որ որպես կանոն նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև հրապարակային հանրային այդ տվյալները ներկայացնելու։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են, ինչպես ես իմ հայտարարության մեջ էի ասել, սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Այսինքն շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե իբրև պետություն եւ թե հայաստանյան ընկերությունները որպես մասնավոր հատված բիզնես գործընկերներ լինեն վստահելի եւ հուսալի։ Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն եւ այդ կանոնների պահպանումն է նաեւ նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքներ։ Իսկ ապագա նոր գործարքներ եւս լինելու։ Ես պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ավելի շատ քանակի ընկերություններ արդեն ունեն, ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ դրանք առնվազն գործընթացի փուլում է, քան որ ես հայտարարեցի, որ երկու երկրներ արտահանվել են։ Բայց մենք եւ թե կառավարությունը եւ թե մասնավոր հատվածը պիտի շատ զգուշորեն հետևի եւ իրեն դրսեւորի իբրև պրոֆեսիոնալ, չվտանգելու հնարավոր որևէ ապագայի այլ գործարքներ, այլ ընկերությունների հաշվին։ Երբ բոլոր կողմերը որոշում կկայացնեն, որ դրանք պիտի հանրային հրապարակային լինեն, ապա այդ պարագայում մենք սիրով թե մենք թե ընկերությունները իրենք եւ ուղղությունները եւ զինատեսակները եւ ինչու ոչ նաեւ գործարքի ծավալները, թեև ես որոշակի իմաստով հուշումներ արել եմ, ասել եմ, որ դրանք հասնում են միլիոնավոր դոլարների, այդ պարագայում իհարկե դրանք շատ առավել կոնկրետ մանրամասներով կհնչեցվեն։ Այնինչ համենայն դեպս տեղի ունեցել, դա այլևս իրականություն է, շատ եւ շատ գաղտնիության ուրեմն հասանելիություն ունեցող գործիչներ կարող են այսօր էլ դրանք ստուգել, այդ թվում եւ օրինակ ազգային ժողովի падգամավորներ, այդ թվում եւ ոչ միայն իշխող կառավարող մեծամասնությունից, այսինքն սրանք փաստեր են, կայացած փաստեր են, պարզապես փաստերի մանրամասները դեռևս այս պահին մենք չենք պատրաստվում հանրայնացնել, քանի դեռ չկա կոնսենսուս բոլոր կողմերից։